1915 թվականի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերի օծումից հետո Մայրաթոր Սուրբ Էջմիածնում իրադարձությունները շարունակվեցին Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Այստեղ վեհափար հայրապետը պարգևատրեց Թիթիզյան ընտանիքի անդամներին։ 2015 թվականի մյուրօրինության կնքահոր առաքելությունը ստանձնած Հայկ Տիտիզյանը տարիներ շարունակ եկեղեցանվեր ծրագրեր է իրագործում։ Հայրենիքի եւ եկեղեցու նկատմամբ մեծ սերը փոխանցել է նաեւ որդիներին, նրանց դաստիարակել ազգային արժեքներով։ Այսօր նրանք շարունակում են իրենց ծնողների գործը, նպաստ բերելով մեր եկեղեցու գործունեությանը։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց հայրապետը Հակոբ եւ Քրիստ Տիտիզյաններին այսօր պարգևատրեց հայ եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշանով։ Իմ երազը, վեհապարին երազը եղավ այսօր իմ երկու խաչքարները 2.5 տարի վերջը բացում եղավ։ Ասի բոլորովին չէի գիտեր, ասի քիչ շատ զարմացա, բայց անշուշտ հուզված եմ։ Մեծ պատիվ է ինձ համար արժանանալ այս պարգևին։ Մայր եկեղեցին շատ հարազատ եւ թանկ է մեզ համար։ Այս օրերը բոլոր իրադարձություններով մեր ընտանիքին իսկապես երջանիկ ու հպարտ է դարձնում։ Անշուշտ ամեն ինչ որ գլա միասին գնեն, միասին գործ գնեն, միասին սեր ունին, ընտանեկան դաստիարակություն ունին եւ մեր ընտանիքը հայ է, գուզեմ հայ մնալ, հայ լեզուն բահել եւ իրենք ալ ուրախ եմ ասելու, որ նույն զգացումները գրծա իրենց մեջ տնել եւ հուսամ թե իրենք ալ իրենց զավակներուն գնեն, ինչ որ ես իրենց ըրած եմ։ Այնուհետև վեհափար հայրապետի ուղեկցությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հյուրերը մասնակցեցին մյուրօրինությանը նվիրված նկարչական ցուցահանդեսին։ 40 հեղինակի 50-ից ավելի ստեղծագործություններ ներկայացված այստեղ։ Ցուցահանդեսը բարեգործական էր, գործերի վաճառքից գոյացած հասույթը կծառայի սիրեհայերի աջակցման ծրագրերին։ Արվեստագետները գիտեք միշտ պատրաստ են ամեն ինչով օգտակար լինելու, ես անձամբ եւ մյուսներին էլ բոլորին էլ գիտեմ, որ այդպես է եւ ուղղակի հրաշալի միջոցառում է եւ միտքը շատ արդիական այսօրվա կյանքին, այսօրվա իրականությանը շատ համահունչ։ Շատ ազնիվ նպատակ է եւ շատ ողջավորող, որ հրաշալի հնարավորություն է օգտակար լինելու մեր հայրենակիցներին։ Անավանդ որ մեր աշխատանքով ենք դա կարողանում այդ ստացվի անել, շատ գոհ կլինեմ եւ շատ երջանիկ կզգամ։ Ներկաներից շատերը ցուցահանդեսի գաղափարով ոգևորված դեռ մինչև աշխատանքները տեսնելը սիրեհայերի օգնության հիմնադրամին իրենց ներդրումն արեցին։ Հյուրերին իրենց կատարումներով ողջունեց Սաղմոսերգու արական երգչախումբը։ Լուսինե Բալյան, Արտաշես Մաթևոսյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։